Խախտումները ակնհայտ են, ճճացող խախտումներ են, վստահ եմ, որ Միեդում հաջողություն են գրանցել, ունեմ այդ վստահությունը։ Ես կարծում եմ բոլորն էլ հասկանում են, որ Միքայել arczepiskopos Աճապահյանը անիրավի գտնվում է կալանքի տակ, ընդ որում տեսեք, խոսքով կատարված արարքի համար։ Արդեն երկար ամիսներ գտնվում է կալանքի տակ, 63 տարեկան է, ընդ որում arczepiskopos է, եւ մենք գիտենք բազմաթիվ դեպքեր, երբ որ ծանր հանցագործների մեջ մեղադրվողները դուրսն են կամ տնային կալանքում են, կալանքի ներքո են գտնվում։ Այսինքն այդ տարբերակված մոտեցումը շատ ակնառու է։ Եվ ես կարծում եմ, որ նաև այսօր երևի դատական համակարգը հասկանում է, որ Միեդի ձեռքից չի պրծնելու առնվազն կամ միջազգային կառույցների կողմից այս ճճացող խախտումները բոլոր դեպքերում իրենց դեմ են ուղղվելու։ Պարոն Զոհրաբյան, երբ նրան ձերբակալեցին, ասացիք, որ քաղաքական որոշում է։ Հիմա երբ նրա պատասխան միջոցը փոխվեց, նույնպես քաղաքական որոշում է։ Գիտեք ինչ, ես չեմ կասկածում, որ քաղաքական որոշում է եղել։ Չեմ կասկածում ուղղակի։ Եղել է բնականաբար քաղաքական որոշում, դա իմ կարծիքն է, բայց քաղաքական որոշումը կարող է լինել նաև արտաքին ճնշումներից, միջազգային կառույցների իրավունքի ճնշումներից, հանրության լրագրողների, այս բոլորի արդյունքն է, որտեղ եթե դուք այս լուսաբանումները չանեիք, մարդիկ տարբեր տեղերից եւ տարբեր տրամաչափի փաստարկներ չներկայացնեն, ես կարծում եմ մենք ունենանք նույն վիճակը։